Բարև ձեզ, ծերիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք Տեր Բրահմայի, այսինքն ըստ արիացիների երկրորդական արարչի եւ Գերագույն Աստվածանստավորության հզորության մարմնավորման միջև խոսակցությունը։ Մենք հասկացանք, որ արիացիները իրենք այդպես են նկարագրում, որ նյութական աշխարհի աշխարհի առաջագործությունը իրականացնում է Գերագույն Աստծո ազնվորությունը իր Վիշնուի մարմնավորմամբ, ամենայն դեպս արիացիները իրան այդպես են կոչում, հա, եւ ուրեմն ավիրում է այդ աշխարհը, երբ գալիս է ժամանակը իր Տեր Շիվայի մարմնավորմամբ։ Միաժամանակ կա երկրորդական արարիչը, որը Տեր Բրահման է, եւ դա ունի իր հատուկ նշանակությունը։ Այդ հատուկ նշանակությունը ինքը կայանում է նրանում, որ նյութական աշխարհը Գերագույն Աստծո անձնավորության կողմից արարվում է եւ ոչնչացվում, իսկ բնակեցվում է կենդանի էակների շնորհիվ, այսինքն թե հոգեբանական տեսանկյունից նյութական աշխարհը ինչպիսի կառուցվածք ունի, այդ կառուցվածքը կախված է այն կենդանի էակների գիտակցությունից, ովքեր որ ուրեմն ապրելու են այս աշխարհում, եւ դրա համար երկրորդական արարիչը, այսինքն արդեն կենդանի էակներով լցնող նյութական աշխարհը կենդանի էակներով լցվող ուրեմն բանը գործոնը դա կենդանի էակների հենց իրենց կենդանի էակների բանականությունն է, այսինքն արժեքային համակարգը, որտեղ գալիս են այն կենդանի էակները, որոնք արդեն արժևորում են իրենց էգոիզմը։ Հիմա եւ կարդանք այսօրվա մեր տեքստերը եւ շարժվենք առաջ։ Տիրոջ անձնավորությունը ասաց. Իմ մասին գիտելիքը, ինչպես նկարագրված է Սուրբ գրություններում, շատ գաղտնի է, եւ այն կարելի է հասկանալ միայն նվիրված ծառայության միջոցով։ Ես կբացատրեմ այդ գործընթացի համար անհրաժեշտ բաղադրիչները, եւ դու փորձիր խստորեն հետևել այդ ամենին։ Թող իմ ճշմարիտ հավերժական ձևի եւ իմ տրանսցենդենտալ գոյության, գույնի, որակների եւ գործունեության մասին գիտելիք դառնանա քո ներսում փաստացի ռեալիզացիայի միջոցով, շնորհիվ իմ անպատճառական ողորմածության։ Բրահմա, ես եմ Տիրոջ ազնվորությունը, ով գոյություն է ունեցել մինչ արարումը, երբ չկար ոչինչ բացի ինձնից։ Չկար նաև նյութական բնությունը այս արարման պատճառը։ Այն, ինչ դու հիմա տեսնում ես, նույնպես ես եմ Տիրոջ ազնվորությունը, եւ ոչնչացումից հետո այն, ինչ կմնա, նույնպես ես եմ Տիրոջ ազնվորությունը։ Ով Բրահմա, այն, ինչ թվում է, ինչ որ արժեք ունի, եթե այն առնչություն չունի ինձ հետ, անիրական է, իմացիր, որ այն իմ պատրանքային էներգիան է, արտացոլումը, որը կարծես խավարի մեջ է։ Ով Բրահմա, խնդրում եմ իմացիր, որ տիեզերքի տարրերը մտնում են տիեզերք եւ միևնույն ժամանակ չեն մտնում տիեզերք։ Նմանապես ես ինքս նույնպես գոյություն ունեմ ստեղծված ամեն ինչի մեջ եւ միևնույն ժամանակ ես ամեն ինչից դուրս եմ։ Նա, ով փնտրում է գերագույն բացարձակ ճշմարտությունը, Տիրոջ ազնվորությանը, անշուշտ պետք է շարունակի իր որոնումները բոլոր հանգամանքներում, միշտ եւ ամենուրեք, ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի մեթոդներով։ Ո Բրահմա, պարզապես հետևիր այս եզրակացությանը կենտրոնացած մտքով եւ ոչ մի հպարտություն քեզ չի անհանգստացնի ոչ մասնակի, ոչ էլ վերջնական ոչնչացման ժամանակ։ Ինչպես տեսնում ենք, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պատասխանեց Բրահմայի խնդրանքին, այսինքն Տեր Բրահման ինքը խնդրեց, ասեց,
որ ես հիմա երկրորդական առաջնագործությունը պիտի իրականացնեմ եւ ես հասկանում եմ թե դու ինչ նպատակներ ես հետ ամփոփում այդտեղ, հա, այսինքն ես հասկացա իմ նախասահմանումը, եթե մենք մի բառով ասենք, Բրահման ասեց նրա մասին, որ ինքը հասկացավ իր նախասահմանումը։ Եվ այդ նախասահմանման մեջ ինքը մի բան խնդրեց։ Ինքը ասեց, այ որովհետև ես մենակ եմ, հա, եւ այն ամեն ինչը որ ես արարելու եմ, գտնվելու է ինձանից ավելի ցածր դիրքում, որտեղ իմ կողմից է արարված լինելու։ Եվ ուրեմն ես խնդրում եմ քեզ, որպեսզի դու պաշտպանես ինձ հպարտությունից, որ ես երբեք չմտածեմ, որ արարողը ես եմ, այլ հասկանամ, որ ընդամենը քո կամքն եմ կատարում։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սկսեց ուրեմն իրականում ասվում է հոգևոր հեղինակությունների կողմից ասվում է, որ Գերագույն Աստծո անձնավորության այս 4 տեքստերը իրանք ամբողջ Բագավատամն են, հա, եւ իրանք հենց այդպես էլ ասում են Տեր Բրահման նույն Բագավատամը հասկացավ 4 տեքստով։ Բայց ինչ տեղի ունեցավ այդ 4 տեքստի ընթացքում։ Այստեղ մենք շատ հետաքրքիր թեմա ենք ստանում խոսակցության համար, հա, որովհետև ինչ ասեց ընդհանրապես Գերագույն Աստծո անձնավորությունը։ Եկեք հատիկ-հատիկ տեքստերը նայենք, հա։ Ուրեմն, իմ մասին գիտելիքը, ինչպես նկարագրված է Սուրբ գրություններում, շատ գաղտնի է, եւ այն կարելի է հասկանալ միայն նվիրված ծառայության միջոցով։ Ուրեմն ինչի մասին է խոսքը։ Խոսքը մի շատ առեղծվածային երևույթի մասին է, որը իրականում կարելի է տեսնել ամեն քայլափոխին։ Գիտեք, մարդը ինքը մի տեսակ չի կարող հաստատվել ճշմարտության մեջ, սա իմ կարծիքն է։ Մարդը ինքը չի կարող հաստատվել ճշմարտության մեջ, եթե չգիտի nablюдать, կտրեք այս բառը ինքը շատ կարևոր է, պիտի հենց իրան գրեմ։ Ուրեմն եթե չի կարողանում լինել դիտորդի դերում, այդ դիտորդի հայացքը աշխարհի վրա, չէ, երբ որ դու որտեղ դիտորդի դիրքը ինքը ինչով է շատ լավը, ինքը նրանով է լավը, որ դուք այդտեղ չեք ներգրավում ձեր անձնական հուզմունքներով, չեք ներգրավում ձեր կապվածություններով եւ ատելություններով, հա, բա ինչով եք ներգրավում, այդ հանգիստ դիտորդի դերում եք մնում, հա, եւ ուղղակի փորձում եք հասկանալ այս աշխարհը։ Այդ դիտորդի դիրքը ինքը ընդհանրապես առանց այդ մշակույթը ներսում ունենալու իրականում հնարավոր չի դառնալ իմաստուն, այսինքն հնարավոր չի հասկանալ, հա։ Հիմա, եթե դուք այդ դիտորդը ձեր մեջ ունեք, դուք անպայման կնկատեք, որ կան անձնավորություններ, որոնք իրենք օժտված են ճշմարտությունը իմանալը։ Հասկանում եք, ինչու է սա շատ կարևոր։ Օրինակ, հեռու չգնանք, չէ, ասենք։ Այ օրինակ ես, երբ որ ընտրում էի ինձ համար հոգևոր կյանքում, այսպես էլի, հեղինակավոր առաջնորդ, բայց ոչ հոգևոր ուսուցիչ, սա շատ կարևոր հանգամանք է։ Ուղղակի անձնավորություն, որը ինքը հաստատված է ճշմարտության մեջ, չէ՞։ Իմ մոտ դա տեղի ունեցավ այդպես, որ ես մինչև դա ուսումնասիրում էի Բագավատ Գիտան եւ իհարկե որ եթե ես արդեն ուսումնասիրում եմ, դա նշանակում է, որ գրքի վրա նշումներ կային, կամ ասենք ես հատուկ տետր ունեի, որտեղ արդեն աշխատում էի տեքստերի վրա, որպեսզի հասկանամ, թե այստեղ ընդհանրապես սա ինչ է, սա ինչի մասին է։ Միակ բանը, որ ես այդ պահին հասկանում էի, դա նա է, որ ես գործ ունեմ փիլիսոփայության տեսանկյունից ինչ որ մի գանձի հետ։ Հա, եւ երբ որ հանդիպեցի այդ ազնվորությանը, ես դեռ չգիտեի, արտաքինից դա այսպես շատ փոքրամարմին, համարյա 3-4 դասարանցու մարմնով, բայց մեծահասակ մարդ էր արդեն, մոտավորապես
28 տարեկան, հա, երևի թե, ու գիտեք ինչպես էր, ասեք, ինքը նկատեց, որ ես բակավագիտայի վրա նշումներ եմ արել, մի հատ հարց տվեց, ասեց, այս նշումները դուք եք արել, ես ասի, հա, աշխատում եմ գրքի վրա, հիմա սա իմ աշխատանքային գիրքն է, և ինքը այսպես բան արեց, նստեց և սկսեց ինձ հետ քննարկել բակավագիտայի երկրորդ տեքստը, երկրորդ գլուխը կներեք, ու գիտեք ասեք, 10 րոպե հետո, ես արդեն միշտ ասում եմ, ես արդեն չէի լսում, թե ինքը ինչ է խոսում, ես արդեն մտածում էի մենակ մի բանի մասին, ես ֆիքսում էի այն տարբերությունը, ինչ էի հասկանում ես, երբ որ ես ինքնուրույն կարդում էի այդ գիրքը, և ինչ էր հասկանում ինքը, երբ որ ինքն էր ինքնուրույն կարդում այդ գիրքը, հասկանում եք, և ես հասկացա, որ այսա ոնց որ Աստծո նվերն է, հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը նպաստեց ինձ, որպեսզի ես այդ առաջի քայլերը, որ պիտի անեմ հոգևոր կյանքում, անեմ խորը բանիմաց անձնավորության ղեկավարության տակ, չէ, ու տեսեք ասենք, այդ պահը, երբ որ ինքը սկսեց խոսել, չէ, ես անմիջապես հասկացա, որ սա մի անձնավորություն է, որին տված է այդ շնորհքը, տեքստերի մեջ, որտեղ տեքստը ինքը գրված է, չէ, և դուք եք նույն բանը կարդում, և ես եմ նույն բանը կարդում, և ինքն էր նույն բանը կարդում, հասկանում եք, բայց երբ որ ես նայում էի, չէ, արդեն լսում էի, թե ինքը ինչ է տեսնում այդ տեքստում, ես հասկանում էի, որ ինքը ինչ-որ յուրահատուկ Աստծո ողորմածությունը ունի, հա, ուրեմն այդ դա է մեթոդը, որի միջոցով մենք կարողանում ենք հասկանալ, թե ում հետ գործ ունենք, մենք ինքներս կարդում ենք Սուրբ գրվածքը, այսինքն գաղափարը նա է, որ Սուրբ գրվածքը ինքը հասանելի է բոլորի համար, և սա Գերագույն Աստծո անձնավորության նախանձի բացակայության սիմպտոմն է, որ ինքը իրականում, այսպես բաց տվել է գիտելիքը, սա շատ կարևոր է, որ գիտելիքը տվել է հենց ինքը, հասկանում եք, երբ որ ես շատ եմ այս թեման քննարկել, չէ, որ եթե Սուրբ գրվածքը ինքը աստվածածին չի, ինքը անպայման դառնում է կենդանիակների տառապանքի հիմք, հա, կամ ինքը կարող է լինել աստվածածին և սխալ կիրառվել անձնավորությունների կողմից, սա ինքը շատ կարևոր կետեր են, էլի, և հիմա տեսեք ասենք, չէ, այսինքն գիտելիքը ինքը, սա շատ կարևոր, հոգևոր կյանքի համար, սա ահավոր կարևոր թեմա է, ով է տալիս հոգևոր գիտելիքը, և մենք այստեղ տեսնում ենք, որ արիացիները իրենք այդպես են նկարագրում, որ գիտելիքը հենց ամենասկզբում տրվեց Գերագույն Աստծո անձնավորության կողմից Տեր Բրահմային, այսինքն երկրորդական արարչին, բայց ինչ ասեց Գերագույն Աստծո անձնավորությունը, ինքը ասեց, կան սուրբ գրվածքներ, այսինքն երբ որ ես արարում եմ նյութական աշխարհի հետ միասին ես տալիս եմ հոգևոր ճանապարհը, այսինքն ինչը ըստ էության դա նշանակում է, Գերագույն Աստծո անձնավորությունը հիմա ասեց, եթե կենդանիակները չեն ուզում ապրել իմ հետ, ես իրանց տալիս եմ ճանապարհ դեպի նյութական աշխարհ, որտեղ ես արտահայտված չեմ, թեկուզ շարունակում եմ ղեկավարել, բայց արտահայտված չեմ, այսինքն այդպես չի կարող լինի, որ ես վերանամ, կենդանիակը չի ուզում ինձ հետ ապրի, բայց ես չեմ կարող վերանալ, կենդանիակը ինքը չնչին է, ոչ մի ռեսուրս չունեցող է, իսկ ամբողջ ռեսուրսը գտնվում է իմ ձեռքում, ուրեմն ես կարող եմ ընդամենը տալ համաձայնություն, որ իմ էներգիաները աշխատեն այնպես, որ կենդանիակը չընկալի, որ ես շարունակում եմ մնալ ղեկավարը, հա, բայց, այսինքն ինքը տալիս է ճանապարհը մտնել նյութական աշխարհ և անմիջապես տալիս է ճանապարհը դուրս գալ այդ նյութական աշխարհից, մենք դեռ հետ կտեսնենք Բhagavad Gita-ով, չէ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մի շատ հետաքրքիր գաղափար առաջ կքաշի, հավերժ պայմանավորված հոգու, այդ հավերժ պայմանավորված հոգու գաղափարի շուրջ ինչպիսի սպեկուլյացիաներ են գնում, ինչպիսի պայքար է գնում, ինչպիսի հակասական կարծիքներ կան, ասենք և մարդիկ իրանք իրենց այդ տրամաբանական շարքը շարելու
այդ անհրաժեշտության առաջ ինչպիսի սխալների մեջ են հայտնվում, երբ որ յուրովի են հասկանում այդ բառերը, չէ՞։ Ուրեմն դա ուղղակի նկարագրելու չի, հա։ Դա հենց այն գաղափարներից մեկն է, որը մեծ շիլաշփոթ է ստեղծում արիական գաղափարախոսության ընկալման մեջ, հա։ Եվ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ եթե կենդանիակը ինքը արդեն գալիս է նյութական աշխարհ, չէ՞, ինքը երբեք իրա ուժերով ինքը երբեք այլևս նյութական աշխարհից դուրս գալ չի կարող։ Ինչու՞։ Որովհետև ինքը կենտրոնանում է նյութական աշխարհի վրա, այդ նյութական աշխարհում մշտական կյանքից կյանք զարգացնում է տարբեր կապվածություններ եւ թշնամանքներ, չէ, որոնք իրենց հերթին պահանջում են հաջորդ կյանքը, եւ այսպես կարող է լինել հավերժ։ Դրա համար այո, իհարկե, երբ որ կենդանիակը ինքը գալիս է նյութական աշխարհ, ինքը իրանով դառնում է հավերժ պայմանավորված հոգի։ Հա, բայց Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հոգ է տանում, որ այստեղ կարող են լինել անձնավորություններ, որոնք իրենք կփոշմանեն, այսինքն երբ է դա տեղի ունենում, սա շատ կարևոր կետ է, ուշադիր լսեք ինձ։ Հա, մենք ձեզ հետ քննարկել ենք արդեն, որ նյութական աշխարհում այդ հոգևոր զարգացման ընթացքում առաջին հերթին զարթնում են հոգու այդ հիմնային 3 որակները. հակում դեպի ճշմարտություն, հակում դեպի արդարություն եւ հակում դեպի բարիություն։ Ես միշտ ասում եմ, բոլոր հոգեբաններին խառնում է այս 3 երևույթը, հա, որովհետեւ այս 3 երևույթը իրանք չեն կարող լինել նյութական աշխարհի արգասիկ։ Հասկանում եք, եւ ոչ մեկ չի կարող բացատրի հոգեբանորեն, թե ինչպես է դա տեղի ունենում, որ երբ որ մենք խոսում ենք, կներեք ինչ որ ֆիզիկներ անհանգիստ են, որ երբ որ մենք խոսում ենք բանի մասին, երբ որ մենք խոսում ենք այն ճշմարտության մասին, որ կենդանիակը ինքը նյութական աշխարհում այդպես գերավարվել է նյութական էներգիայով, չէ՞։ Մենք խոսում ենք դրա մասին ենք խոսում, որ կենդանիակը ինքը չի կարող իր ուժերով, ուրեմն դուրս գալ այս աշխարհից։ Գերագույն Աստծո ազնվորությունը տալիս է հնարավորություն այս աշխարհից դուրս գալու, չէ՞։ Հիմա եւ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ է կենդանիակը ինքը, որ ասում են աչքերը բարձրացնում դեպի երկինք ու ասում Աստված ջան, թեկուզ եթե աթեիստ է, հա, երբ է դա տեղի ունենում, երբ որ իր հոգին, հա, այլևս չի կարողանում, հասկանում եք, այլևս չի կարողանում դիմանալ նյութական աշխարհի կեղծիքին, անարդարությանը եւ դաժանությանը։ Այդտեղ հոգին ինքը կարող է սպլեսկ էլի, հայերեն չգիտեմ դա ոնց է, էլի ոնց որ կարող է մի հատ ըմբոստություն տա։ Եվ այդ հոգեբանությունը, երբ որ կենդանիակը ինքը արդարության ու բարիության կարիք է ունենում, ինքը նյութական հոգեբանության հետ ոչ մի կապ չունի։ Հասկանում եք, նյութը, բնությունը ինքը հենված է կյանքի պայքարի խնդրի վրա, հա, եւ կյանքի պայքարը ինքը չի ենթադրում, որ ես պիտի բարի լինեմ, որովհետեւ եթե ես բարի եղա, հա, ես կերակուր եմ դառնալու, անմիջապես զոհ եմ դառնալու, որևիցե մի գիշատիչի համար, հա, եթե ես արդար եղա, ես արդարություն ուզեցի այս աշխարհից, ես անպայման դառնալու եմ անարդարության զոհ։ Հասկանում եք, բայց մեկ է, այդ փաստը ինքը կա, որ երբ որ կենդանիակը ինքը, համենայն դեպս մեր մոլորակի վրա դա բարդուն է բնորոշ, չէ, երբ որ կենդանիակը ինքը զարգացած բանականություն ունի, իր հոգին մեկ էլ այդ ըմբոստությունը տալիս է եւ կարիք է զգում արդարության, կարիք է զգում բարիության, այլ որ ինքը այդ երկու բանը ուզում է, ինքը համապատասխան գիտելիք է ուզում, որտեղ ինքը ուզում է հասկանա,
Չէ, ինքը արդեն ուզում է հասկանա, ինչու է այս աշխարհը այսքան դաժան, ինչու է այս աշխարհի մեջ այսքան անարդարություն, չէ՞։ Ու այդտեղ այն որ աչքերը բարձրացրեց երկինք, ասեց Господи, за что, հա, հասկացաք, չէ՞։ Ուրեմն այդ всплескերի ժամանակ էլի, երբ որ այդ կենթանիակի մեջ բարձրանում, այսինքն ինքը հոգու արդեն բանն է էլի, проявление հոգու դրսևորումն է, չէ՞։ Այդտեղ նյութական աթեիստ հոգեբանները իրենք խճճվում են, որովհետև իրանք չեն ընդունում հոգին։ Եթե իրանք չեն ընդունում հոգին, իրենք չեն կարող հասկանալ կենթանիակի բնությունը մինչև վերջ, հասկանում եք։ Ես կարծում եմ, որ Բhagavad-ամի քննարկումները, եթե հոգեբանները լսեն, իրենց շատ մեծ շունչ կտան հոգեբանության հասկացողությունը հասցնել կատարելության։ Եվ տեսեք սիրելիներս, չէ, ուրեմն հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասեց, որ ես հնարավորություն եմ տալիս մտնել նյութական աշխարհ, բայց եւ հնարավորություն եմ տալիս դուրս գալ իր մեջից։ Չէ՞։ Հիմա այդ գիտելիքը դուրս գալու ինքը այսպես տված է։ Ով ուզում է, նա վերցնում է։ Հիմա այսպես։ Եվ ով ուզում է, միայն նա է հասկանում։ Հասկանում եք, այսինքն ինքը հիմա տարօրինակ բան ասեց, չէ՞, ինքը ասեց սուրբ գրվածքներում իմ մասին գիտելիքը գաղտնիք է։ Այսինքն սուրբ գրվածքը ինքը այսպես։ Բացի բաց գրված է, բայց միևնույն է այնտեղ կան գաղտնիքներ, որոնք նույնպես տողատակեր ունեն, հասկանում եք, այսինքն սուրբ գրվածքը ինքը միշտ բոլոր սուրբ գրվածքները իրանք տողատակեր ունեն։ Հասկացաք։ Հիմա սիրելիներս, չէ, կներեք, հա, որ հաճախ եմ ասում հասկացաք։ Չի նշանակում էլի, որ մտածում եմ, որ անհասկացող եք։ Նշանակում է, որ կասկածի տակ եմ դնում իմ ունակությունը հայերեն լեզվով բացատրելու։ Եվ ուրեմն սիրելիներս, հիմա սա ասեց Գերագույն Աստծո ազնվորությունը, եւ սա շատ կարեւոր բան է մեր հոգեվոր կյանքի համար։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ երբ որ մենք կարդում ենք սուրբ գրվածքը, շատ մեծ հավանականությամբ մենք հատկապես սկզբնական շրջանում ընդհանրապես ոչ մի խորություն չենք ընկալում այդ գիտելիքի մեջ, հա։ Հիմա տեսեք, երբ որ մենք խորությունը չենք ընկալում գիտելիքի, մեր դիրքը հոգևոր կյանքում լինում է այսպես տատանվող։ Հասկանում եք, մեր դիրքը լինում է տատանվող, այսինքն ամեն մի նյութական աշխարհի տատանում կարող է մեզ հիասթափեցնել հոգևոր կյանքի մեջ։ Ես նույնիսկ մեկ այսպես հանակով ասում եմ, որ ասենք բանը նորեկը, այսինքն սկսնակը հոգևոր կյանքում չէ, ինքը մի օրվա ընթացքում կարող է մի քանի անգամ հոգևոր գիտելիքը ընդունել, հրաժարվել, ընդունել, հրաժարվել, ընդունել, հրաժարվել, մեկ հրապուրվել, մեկ հիասթափվել, մեկ հրապուրվել, մեկ հիասթափվել, հա։ Ինչու՞։ Որովհետև ինքը չի հասկանում, ինքը այդ առաջի մոտեցման ժամանակ իրան սուրբ գրվածքը բացվում է ընդամենը այն ինֆորմացիայով, որ իր մեջ կա։ Այդ իր երկրորդ շերտը, երրորդ շերտը, իսկ ասում է, որ Բhagavad-ամը ինքը շատ բազմաշերտ սուրբ գրվածք է, եւ եթե Աստծո կամքը կլինի եւ դուք կուզենաք, որպեսզի մենք շարունակենք մեր խոսակցությունները, դուք դեռ կհամոզվեք, թե քանի շերտերով կարելի է ընդհանրապես Բhagavad-ամը քննարկել։ Ես կարող եմ Բhagavad-ամը հիմա քննարկեմ, բայց հետո լսող նրանց համար, ովքեր արդեն այս շերտը լսել են, կարող եմ այդ նույն Բhagavad-ամը նույն տարիների ընթացքում լրիվ այլ կերպ ներկայացնեմ, շատ ավելի խորը։ Հասկանում եք, այդ խորը, չէ, ինքը ժամանակ է ուզում, էլի, առնվազն ժամանակ, չենք խոսում նրա մասին, որ լուրջ մոտեցում է ուզում։ Հիմա, սիրելիներս, ուրեմն այս առաջի բանն է, որ մենք հիմա պիտի հասկանանք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասեց, գիտելիքը ինքը տրված է, բայց իմ մասին գիտելիքը ինքը գաղտնի է։
Սա նշանակում է, որ ամեն մեկը չի, ով որ կարդում է, կարող է հասկանալ ճիշտը։ Հա? Եվ այսա, չէ, եթե մենք այսա հասկանում ենք, որտեղ հիմա Բhagavatam-ը ինքը ռեալ նոր է սկսել, չէ։ Բhagavatam-ը, ռեալ Բhagavatam-ը ինքը սկսել է երկրորդ երկից։ Առաջինը դա նախնական երկն է։ Թեկուզ մենք տեսանք, որ ինքը տրամադրություններով շատ հարուստ երկ էր, չէ, բայց միևնույն է, ինքը Բhagavatam-ը երկրորդով է սկսվում։ Այսինքն մեր համար Բhagavatam-ը նոր է սկսել, չէ, եւ հիմա Բhagavatam-ը ինքը մեզ հետ շատ կարեւոր թեմաներ է քննարկում, որովհետեւ մենք կարողանանք ճիշտ մտածելակերպ ձևավորենք, որովհետեւ ճիշտ անցնենք այն ճանապարհը, որով մեզ Բhagavatam-ը պիտի տանի, չէ։ Հիմա տեսեք, ասենք, այ մենք կարդացինք նախադասություն, որ ինքը գաղտնիք է։ Այսինքն ինքը ապաշխարագրված է, բայց գաղտնիք է։ Այստեղից մենք ինչ հասկացանք։ Այ եթե մենք մտածող մարդիկ ենք, մենք ինչ պիտի հասկանանք այստեղից։ Որ ինչ որ ճիքեր է պետք գործադրել, որպեսզի քեզ որպեսզի դու հայտնվես այն մարդկանց շրջանում կամ այն հոգիների մեջ, որոնց գերագույն Աստծո անձնավորությունը թույլ է տալիս, որ իրանք այդ տեքստերը կարդալուց հասկանան նրա ներքին իմաստը։ Չէ՞, իսկ դա միշտ նշանակում է, որ կա պայման, այսինքն կա ինչ-որ մի հատ պայման, որը դու պետք է կատարես, որպեսզի այդ գաղտնիքները քո առաջ բացվեն։ Որտեղ այդ պայմանը գերագույն Աստծո անձնավորությունը արդեն ասեց։ Ինքը ասեց, թե ինքը ինչով գոհ մնաց, չէ՞։ Ինքը ասեց, որ ես գոհ եմ այն ճգնություններից, որը դու կատարեցիր։ Այսինքն գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այնքանով է գոհ մնում, ինչքանով որ մենք լուրջ ենք վերաբերվում հոգևոր գիտելիքին եւ մեր հոգևոր ճանապարհին։ Որտեղից է երևում այդ լրջությունը։ Այդ լրջությունը երևում է մի գործոնով, թե մենք ինչքանով ենք ներգրաված նյութական աշխարհի կյանքում։ Հասկանում եք։ Եվ մենք տեսանք, որ այո, Տեր Բրահման ինքը մի քայլ չարեց ընդհանրապես։ Ոչ մի քայլ չարեց, մինչև չհասկացավ, թե ինչումն է իր նախասահմանումը։ Այսինքն, այստեղ մենք կարողանում ենք հասկանալ, որ անձնավորությունը, Բhagavad Gita-ի թեմաները կակնած 4-րդ գլխի, չէ, որ անձնավորությունը ինքը չի համարվում, որ ինքը գործում է, եւ որ իր գործունեությունը կարող է իրան նյութական արդյունքներ բերել, եւ որ ինքը իրականացնում է իր նախասահմանումը, այն ինչի համար, որ ինքը ծնվել էր։ Հասկանում եք, եւ այ հավատարիմ մնալ քո նախասահմանմանը, երբ որ դու արդեն դրան դա հասկացար, չէ, այդ ընթացքում ինչ ուզում եք արվի, ինքը ընդհանրապես ոչ մի բացասական ռեակցիա չի կարող բերի, որովհետեւ դու հաստատված ես քո նախասահմանման մեջ, չէ։ Եվ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասեց, ես գոհ եմ քո ճգնություններից, այսինքն ես գոհ եմ նրանից, թե ինչքան էիր դու կտրված նյութական աշխարհից եւ ինչքան էիր կենտրոնացած նրա վրա, որ իմաստ հասկանայիր։ Բայց Բhagavatam-ը ինքը ոչ էլ թաքցրեց, չէ։ Ինքը հենց իր ամենաառաջի տեքստերում ասեց այն պայմանները, որով իրենք պետք է մոտենալ։ Ինքը ինչ ասեց, ով որ Բhagavatam-ը լսում է, ստաբիլ, ուշադիր եւ անկեղծ։ Հա, այսինքն առանց նյութական սպասումների։ Բhagavatam-ը պետք է լսել հոգևոր զարգացման համար։ Ինքը երկրորդ տեքստով, ինքը Բhagavatam-ը, ինքը ասեց Վյասադևայի ձեռքով, ինքը ասեց, որ ես արհամարում եմ այն հոգևոր կյանքի այն մասը, որը նախատեսված է նյութական կյանքը
կարգավորելու բանով էլի, թեկուզ մենք կտեսնենք, որ այստեղ միևնույն է, որտեղ սա սերուցքն է, միևնույն է բոլոր թեմաները, եւ կարմա յոգան, եւ գյանան, եւ դհյանան, իրանք բոլորը քննարկվում են, հա, ուղղակի քննարկվում են ոչ մանրամասնորեն, այսինքն ոչ թե միկրոանալիզով, այլ մակրո։ Մակրո դա նշանակում է, դուք հասկանում եք երևույթի գլխավոր իմաստը, եւ ձեզ իր այդ մանրուքները ընդհանրապես հետաքրքիր չեն, որտեղ դուք հասկանում եք, թե այդ process-ը ինքը ինչի համար է նախատեսված։ Հիմա, սիրելիներս, չէ՞, ուրեմն Բhagavatam ինքը հենց ամենասկզբից դա ասեց, հիմա այստեղ Գերագույն Աստծո ազնվորությունը արդեն Տեր Բրահմայի օրինակով դա հաստատեց, որ այո, ես գոհ եմ մնում եւ թույլ եմ տալիս, որ դու ինձ ճանաչես, կախված նրանից, թե ինչքան ժամանակ ես դու տրամադրում, ինչքան ուշադրություն ես դու տրամադրում ինձ ճանաչելու գործընթացի մեջ։ Եվ որ ես տեսնում եմ, որ դու խորասուզված ես դրա մեջ, հա, եւ դու այդ կարիքն ունես ինձ ճանաչելու, այդ նույն սուրբ գրվածքը, որը բոլորը կարդում են եւ ընդհանրապես այդ իմ մասին գաղտնիքները չեն ընկալում, դու կգալես։ Հա, հաջորդ տեքստով Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ընդհանրապես շատ հետաքրքիր բան արեց, չէ՞։ Ուրեմն առաջի տեքստում ինքը ասեց, ես կբացատրեմ այդ գործընթացի համար անհրաժեշտ բաղադրիչները եւ դու փորձիր խստորեն հետևել այդ ամենին, չէ՞։ Հա, մոռացանք քննարկենք հաջորդ գաղափարը, որը ինքը ասեց այդ գաղտնիքը բացվում է միայն նվիրված ծառայության միջոցով հանդեպից։ Հա, Բhagavatam-ը հետագայում Նարադա Մունին ինքը կասի, իսկ որն է Պրահլադ Մահարաջը կներեք, ինքը կասի, իսկ որն է ընդհանրապես, ինչն է ընդհանրապես համարվում նվիրված ծառայություն։ Եվ նվիրված ծառայությունը ինքը կհամարվի այն ինչ, որ ես նոր ասեցի. լսելը, կրկնելը, հիշելը, երկրպագելը, Գերագույն Աստծո ազնվորությանը որպես ամենաբարյացակամ ազնվորություն ընդունելը, հա, եւ վերջնականում իրան լիարժեք տրվելը։ Բայց սկզբում, այ որ ինքը սկսում է քո առաջ բացվել, դա լսելը, կրկնելը եւ հիշելն է։ Այսինքն ուշադրությունը իր հանդեպ։ Հասկանում եք։ Եվ եթե մենք օրինակ գնում ենք տաճարներ կամ մեր տանը, մշտական Աստծուն աղոթում ենք միայն նյութական բաների մասին, հա? Երեխայիս պաշտպանի, սրան հանկարծ չսպանես, նրան հանկարծ բան չտաս, մեզ հարստություն տուր, առողջություն տուր, հաջողություն տուր, այս տուր, այն տուր, մենք երբեք, հասկանում եք, այդ գործընթացների մեջ մենք երբեք չենք կարողանա հասկանալ Գերագույն Աստծո ազնվորությանը։ Չէ, կկարողանանք մի թեմայով, հա, որ եթե ինքը մեր ցանկությունները կատարում է, մենք կհասկանանք, որ ինքը բարի է։ Հասկանում եք, բայց այստեղ էլ կարևոր է, չէ՞, որ երբ որ մենք ինչ-որ մի բան ենք խնդրում, հասկանում եք, սա շատ բարդ թեմա է, իրականում սա այդքան հեշտ թեմա չի, չէ՞։ Մենք պետք է հասկանանք, որ երբ որ մենք ինչ-որ մի բան ենք խնդրում, օրինակ ասենք, մարդը ինքը ունի կին, ամուսին, երեխաներ, չգիտեմ, մայր, հայր, եսի ինչ, բարեկամներ, ազնվորություններ, որոնք իր համար թանկ են։ Չէ՞։ Հիմա տեսեք, երբ որ կան ազնվորություններ, որոնք մեր համար թանկ են, մենք խնդրում ենք, բայց այդ ամեն մի ազնվորությունը ինքը իր անցյալ կյանքերից եկած ունի իր ճակատագիրը։ Եվ մենք կարող ենք խնդրենք, որ ասենք, մտածենք, որ այդ ազնվորությունը, միջև մեր կյանքի վերջը մեր հետ է լինելու, եսի ինչ, բայց ճակատագրով իր ներկայությունը մեր կյանքում սահմանափակ է։ Օրինակ, ինքը մենք այնպիսի հարաբերություններ ենք ունեցել, չէ, որ մեզ տրված է, ասենք, ենթադրենք մի 10 տարի իրար հետ լինել։ 10 տարի հետո մենք կամ պիտի բաժանվենք, կամ ինքը պիտի մահանա, հասկանում եք, բայց մենք Աստծուց ուրիշ բան ենք խնդրում, չէ։ Բայց եթե այդ ընթացքում մենք այն, թե ինչի համար ենք հանդիպել այդ կենդանեակին, դա չենք իրականացնում, ապա այո, ճակատագիրը
ինքը գործում է։ Եվ ինչ էլ ուզում է մենք խնդրենք, մենք կորուստ ենք ունենալու։ Եվ այդ շատ կարևոր է, հասկանում եք, որ մենք չենք կարողանում հասկանալ, որ այդ ինչ որ մենք խնդրում ենք, մենք մեր կապվածություններից ենք խնդրում, բայց այն անձնավորությունները, որոնք մեզ շրջապատում են, իրանցից ամեն մեկը իր հերթին ունի իր ճակատագիրը։ Հասկանում եք, եւ իրանք մենք իրանց կորցնում ենք, իրանք էլ մեզ են կորցնում, երբ որ գալիս է այդ ժամանակը իրար կորցնելու։ Եվ ինչ էլ այնտեղ ուզում եմ մենք խնդրենք, աղաչենք, եսի ինչ անենք, միևնույն է, այսինքն Գերագույն Աստվածնավորությունը մեր ցանկությունը չի կատարելու։ Հասկանում եք, կամ ասենք, ենթադրենք, հատկապես ծնողական հարաբերությունների մեջ է, չէ՞, դա շատ լավ երևում, որ ասենք անձնավորությունը ինքը հասկանում է, որ բան այսպիսի ցանկություն ունի, որ իր երեխան դառնա, չգիտեմ, ֆիզիկոս։ Բայց ճակատագրով ինքը անցյալ կյանքերում այնպիսի ճանապարհ է անցել, որ օրինակ պիտի դառնա դաշնակահար։ Մենք խնդրում ենք Աստծուց, Աստված ջան, խելքի բեր, չգիտեմ ինչ, դենց արա, որ ինքը անպայման դառնա ֆիզիկոս։ Բայց այդ ազնվորության ճակատագիրն է լինել երաժիշտ։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կատարելու է այն, ինչը որ այդ ազնվորության ճակատագիրն է, այսինքն այն, ինչ որ այդ ազնվորությունն է վաստակել։ Մենք այդտեղ ինչ վիճակում ենք մնալու։ Դժգոհ։ Հասկանում եք, այդ դրա համար արիացիները իրանք ինչի հաշվին էին միշտ Աստծուն լավ վերաբերվում, որովհետև հենց երեխան ծնվում էր թվագիտության, աստղագիտության, ֆիզիոգնոմիստիկայի, հիռոմանտիայի միջոցով անմիջապես ծնողներին տեղյակ էին պահում, թե ինչ հոգի է քո մոտ եկել։ Եվ որ ազնվորությունը ինքը հենց ամենասկզբից հասկանում էր, թե ինչ հոգի է իր մոտ եկել, հասկանում եք, այսպես ասեմ էլի, անգրագետ խնդրանքներով իր կապվածությունների եւ ատելությունների հիմքի վրա ինքը Աստծուն չէր դիմում։ Ոչ սխալ խնդրանքով դիմում էր, ոչ էլ հետո մտածեր, որ Աստված դաժան է, խնդրանքս չկատարեց։ Հասկանում եք, սա շատ մեծ գործոն է, էլի, այդ գիտությունները իրանք ահռելի մեծ գործոն են եղել։ Մեր ժամանակներում այդ գիտությունների մեջ շատ շարլատաններ կան, որոնց ասածին հավատալ դա նշանակում է կյանքը փչացնել, հա։ Դրա համար ես չեմ համարձակվում, էլի, այսպես լրիվ լիարժեք ասեմ, որտեվ ես մի անգամ ամենասկզբում սխալ թույլ տվեցի եւ աստրոլոգիայի մեջ այսպես ոնց որ իմ լսողներին ուղեցի դեպի այդտեղ, որ դա բան է, գնացին այնպիսի մարդու մոտ, որին ճիշտ ասած ես հիմա առաջ հարգանքով էի վերաբերվում, բայց մի քանի գաղափար լսեցի իր շուրթերից, որ ճիշտ ասած նույնիսկ չգիտեմ ինչ կանեմ, եթե իրան հանկարծ հանդիպեցի։ Այնքան արդեն վատ եմ վերաբերվում այդ ազնվորությանը, որը հիմա ահավոր չարաշահում է այն հանգամանքը, որ իրան շատ մարդ է լսում եւ այնպիսի անհեթեթություններ է մարդկանց տալիս եւ մարդիկ էլ այսպես բանով լսելով իրան գնում են, հա։ Այսինքն շատ է, խաբեությունը մեր ժամանակ շատ է, իհարկե։ Ես չեմ կարող էլի դա հերքել, դրա համար այսպես ինչ-որ հանգիստ խղճով չեմ կարող ասել գնացեք այնտեղ 100%-անի ինֆորմացիա ստացեք եւ դրա հիմքի վրա բանարեք։ Ես հիմա ավելի շատ միշտ ուղղված եմ ճապոնական մեթոդին, որ ոչ թե ձուկ տուր, այլ կարդ, հա, որ կարելի է մարդուն ուղղակի ինչ-որ կան մեթոդներ, որոնք աստրոլոգիան ինքը մի քիչ բարդ է, բայց կան մեթոդներ, որոնց միջոցով շատ հանգիստ կարելի է կարողանալ ինքնուրույն ինչ-որ բաներ նայել, հասկանալ, ես ինչ անել, ես անել, որպեսզի մարդը հենց ինքը կարողանա իրան էլի, ինքը իր համար կարողանա հասկանա իր եւ իր մտերիմների հետ ինչ անի, կոպիտ ասած։ Բայց որ այդ գործոնը ինքը շատ կարևոր գործոն էր, որովհետեւ այդ գործոնի միջոցով էր հանվում, հասկանում եք, հանվում էին այն աղոթքները, որոնք չեն կատարվելու եւ որոնք անպայման բացասական վերաբերմունք են դրսևորելու Աստծո հանդեպ, հա, որտեղ ես ուզում էի, որ իմ երեխան դառնա ֆիզիկոս,
Ես այդքան քեզ խնդրում էի, ամեն շաբաթ եկել եմ մոմ եմ վառե աղաչել եմ քեզ, իսկ դու էլի նենց արեցիր, որ ինքը գնաց դարձավ երաժիշտ։ Ո՞նա тебя։ Հասկանում եք, սա չէ գալի։ Իսկ սա շատ կարևոր գործոն է, հասկանում եք, որ կենթանիակը ինքը վստահություն զարգացնի։ Իսկ վստահությունը ինքը զարգացնում է միայն այն ժամանակ, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը կատարում է իր ցանկությունները, բայց չէ որ մեր ցանկությունները իրանք էգոիստական են։ Մենք հաշվի չենք առնում ուրիշ կենթանիակի նախասիրությունները։ Մենք ուզում ենք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը համաձայն մեր կապվածությունների ուրիշ կենթանիակին բռնաբարի, որպեսզի այդ աշխարհը ունենա այն տեսքը, որը մենք ենք ուզում տեսնել։ Իմ երեխան դաշնակահար է, ֆիզիկոս է։ Всё, ես երջանիկ եմ, իսկ երեխան, որին տրված էր լինել երաժիշտ, եւ որի հոգին կարող էր ճախրել եւ թևերը բաց զգալ միայն այն ժամանակ, երբ որ ինքը կաներ այնինչ ինքը սիրում է բնությունից։ Հա, դա ում է հետաքրքրում։ Ոչ մեկին։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այստեղ այդ խնդիրները իրանք շատ բան են, չէ՞։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ այս գործընթացները, այդ թեմաները, ինչի մասին որ հիմա խոսում են, իրանք ահավոր կարևոր են։ Եվ հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը, չէ, ինքը ասեց միայն նվիրված ծառայությամբ, եթե դու ուշադիր լսում ես, հետո կրկնում, աշխատում ես գիտելիքի հետ, հա, եւ անում ես դա այնպես, որ հիշում ես, այսինքն, որ ես քո բանականության մեջ դառնում եմ արժեք։ Այ հենց որ ես քո համար դարձա արժեք, ես սկսում եմ քո հետ խոսալ այնպես, որ դու ինձ ճանաչես։ Հասկանում եք, եւ ընդ որում ես հիմա այստեղ ավելի բան կասեմ, որ սա միայն Աստծուն չի վերաբերում, սա ընդհանրապես պիտի լինի մարդու ներքին կուլտուրան։ Ուշադիր լսել դիմացինին, այլ որ մենք ինչ-որ մեկի հետ ծանոթանում ենք, կամ ինչ-որ մեկը հայտնվում է մեր կյանքում, ուշադիր լսել իրան, կարողանալ հասկանալ։ Եվ եթե հասկանալուց հետո մեզ համար մենք ինչ-որ մի արժանիք գտանք այդ ազնվորության մեջ, չէ՞, մենք ինքը մեր բանականության մեջ դառնում է մեզ համար արժեքավոր։ Եվ երբ որ ինքը արժեքավոր է դառնում մեզ համար, ինքը ինքնըստինքյան, даже գիտակցի, չգիտակցի, ինքնըստինքյան իր սիրտը մեր առաջ բացում է։ Հասկանում եք։ Միայն սիրո էներգիան է, որը ինքը թույլ է տալիս, որ ազնվորությունները մեր առաջ բացվեն, այսինքն որպեսզի մենք մտերմիկ հարաբերություններ ունենանք։ Երբ որ մենք ազնվորություններին մոտենում ենք միայն այն տեսանկյունից, թե մեր որ պատկերացումով եւ որ ցանկությունով ինչպես պիտի իրան բռնաբարենք, ինքը ուզում է գիտակցի, ուզում է, չէ, այսպես փակվում է մեր առաջ։ Եվ մենք մնում ենք մենակության մեջ, հետո բողոքում ենք Աստծուն, բայց իրականում խնդիրը մեր մեջ է։ Հասկանում եք։ Ուրեմն, այստեղ այն ամեն ինչ, ինչ որ խոսեց Գերագույն Աստծո ազնվորությունը, ինքը շատ կարևոր էր, չէ՞։ Հիմա ինքը ասեց, ես կբացատրեմ այդ գործընթացի համար անհրաժեշտ բաղադրիչները, այսինքն նվիրված ծառայության, եւ դու փորձիր խստորեն հետևել այդ ամենին։ Սա հաջորդ սկզբունքն է։ Ես միշտ իմ աշակերտներին բերում եմ Սովետական միության գոյության ժամանակ մի հատ մուլտֆիլմ կար, ուրեմն մի հատ տղայի մասին էր, որ ճիշտը որ ասեմ, հիմա նույնիսկ անունը չեմ հիշում, Պետյա, ոբշեմ, կարևոր չի դա, հա, նրանք ովքեր իմ տարիքին են, իրանք կհիշեն այդ մուլտը, ուրեմն ինքը այդպես մի հատ փոքրիկ տղա էր, որը ինքը մտնում է գրքի մեջ, հա, ձելի սամ, արա ինքդ, եւ այդ գրքի մեջ ուրեմն ինչ-որ պատմությունների մեջ են գնում։ Եվ այնտեղ մի հատ այդպիսի էպիզոդ կա, որտեղ ինքը արդեն բավականին երկար այդտեղ ինչ-որ գնացել է, եկել է, տարբեր երևույթների է հանդիպել եւ այդի մեկ էլ հապկած ձայն է լսում, որտեղ գոռում են. ով է ուզում կամու պիրաշկի գարյաչի, հա, ով է ուզում բան։ Պիրաշկի հայերեն
փքաբլիթ, հա, դու в общем, եթե ճիշտ ասեցի, լավ է, կներեք էլի, չէ՞։ Եվ ինքը այսպես ոգևորված գնում է, որ սովածացել է, էլի, հիմա պիտի ուտի, հա, մեկ էլ տեսնում է այդտեղ պեչկա է կանգնած, հա, ինչա պետք, ասում է, էսի քեզ փայտը, էսի քեզ խմորը, դու պիտի ինձի վառես ու այդ խմորը իմ մեջ թխես, հետո ուտես։ Իսկ ինքը մի հատ բան ուներ, շկատուլկա ուներ, որի մեջ երկու ազնվորություն կային, որոնք իրանք ցանկություններ կատարող էին։ Ասում է, ընդամենը էտա, լավ է սա, բան կանեմ ես, հա։ Կանչում այդ երկուսին, մի հատ այս փայտը ուրեմն վառեք, էս էլ հուծեք։ Բայց իրանք ամեն ինչը թարս էին անում, էլի։ Եվ այն մեկը սկսում է փայտը հունցել, այն մյուսն էլ սկսում է փորձել ուրեմն բանը խմորը այսպես տապորով ջարդել։ Ջղայնանում է հետա ուղարկում, ասում է ես ինքս կանեմ։ Ու ինչ անում, ինքը այսպես է փայտերը լցնում է փեջի մեջ, այդ խմորը մի փորձում է ձեռքն այսպես կպնում է իրան, ինքը պոկում է իրանից, այդ աման այսպես բանով խմորով բրթում է մի տեսակ, պես ուսով էլ այսպես խփում է ու ասում՝ «И так сойдет»։ Այդտեղ ամենակարևոր ֆրազան դա է, էլի։ Այդ սենց էլ կանցնի ու վառում է։ Փեջը բնականաբար սկսում է խեղդվել ու թքում է այդ ամեն ինչը։ Այսպես մի հատ վառած խմորի կույտ հատնվում է այդ երեխայի առաջ։ Ինքը ինչ ասում է, ինչ ասում է, այսի ես պիտի ուտեմ, ու Փեջը ասում է, ահա։ Հասկանում եք, այդ մուլտի մեջ կա մեր ժամանակում մարդկանց 60%-ի հոգեբանությունը։ Հասկանում եք, երբ որ ոչ մի բանը չի արվում խստորեն, բանել այսպես պունկտուալնի, որ մարդը ինքը լրջությամբ մոտենա նրան ինչով որ ինքը զբաղված է, հա, եւ այդ իտակ սայջոտը ինքը հետո ոնց ասեմ, էլի գերագույն աստվածնավորությունն էլ ինքը հենց այդպես էլ վերաբերվում է։ Եվ ոնց որ այնտեղ Փեջը այդ վառած բանը թքեց դուրս, այդ նույն բանը ստանում է այն հոգևոր մարդը, որը ինքը հոգևոր դաշտում իրան պահում է այսպես էլի ոնց ուզի։ Հոգևոր գիտելիքը ունի շատ խիստ պահանջներ։ Մաքրության տեսանկյունից ինքը ունի շատ խիստ պահանջներ։ Եվ ազնվորությունը ինքը կամ հետևում է այդ պահանջներին, չէ՞, օրինակ տեսեք, մեզ կարող է թվալ, որ մարդը ինքը չի հետևում։ Բայց եթե մենք տեսնում ենք, դավի խցի, եթե մենք տեսնում ենք, որ այդ ազնվորությունը ինքը յուրահատուկ գիտելիք ունի Աստծո մասին, դա միշտ նշանակում է, որ մենք ինչ-որ մի բան սխալ ենք տեսնում։ Այսինքն այդ ազնվորությունը իրականում շատ խիստ հոգևոր կանոններին հետևող մարդ է իր սրտի մեջ, ինչ էլ ուզում է արտաքինից երևա։ Հասկանում եք, որովհետև գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իր մասին գաղտնիքները բացում է միայն, հասկանում եք, ուրիշ ոչ մի թեմա գոյություն չունի, միայն մաքրության դիմաց, ուրիշ ոչ մի խաղեր այդտեղ չկան։ Եվ եթե արդեն ինչ-որ մեկի համար գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բացված է, դա նշանակում է, որ ինքը մաքուր է։ Ինչու եմ ես սա հատկապես շեշտում, որովհետև մեր ժամանակներում, հասկանում եք, այնպիսի սա խորամանկ աթեիստների դարաշրջանն է։ Աթեիզմի դարաշրջանը սկզբում եղել է ագրեսիվ աթեիստների դարաշրջան, որոնք իրենք մաքրությունը ուղղակի ոչնչացրել են, կրոնը ուղղակի ոչնչացրել են, ուրիշ ոչ մի բան չեն արել։ Հիմա սկսվել է խորամանկների դարաշրջանը։ Այդ խորամանկության մարմնավորումը ինքը մի հատ ազգ է այս պահին մեր ոլորակի վրա։ Հասկանում եք, եւ հիմա տեսեք այն խորամանկությունները, որոնք իրենք կարող են անել մաքրությունը աղավաղելու համար, դա աննկարագրելի բան է։ Եվ հիմա հենց ինքը գիտությունը ունի բոլոր մեթոդները,
որպեսզի կարողանան մարդուն վրա այնպես ազդեն, որ մարդը ինքը այնպիսի բաներ անի, որ բոլորը մնան զարմացած։ Ու այդտեղ ամենամեծ ինձ համար, չէ, ամենամեծ, ես այդտեղ ինչքան իմաստություն եմ հավաքել, այդ մենակ ես գիտեմ, մեկ էլ իմաստված։ Այդ դա շատ լավ երևում էր Պրաբհուպադի թողած աշակերտներով։ Երբ որ Պրաբհուպադը ինքը արդեն հեռանում էր, ինքը իրանից հետո 12 աշակերտներ թողել, որոնք պետք է այդ գործը շարունակեին։ Ես հիմա չեմ ուզում քննարկել Պրաբհուպադի սխալները։ Դրանք եղել են եւ ես ինքս էլ այդտեղ ինձ համար շատ մեծ դասեր եմ քաղել եւ դասերից ամենակարևորը եղել է նա, որ կան ինչ-որ սիտուացիաներ, որի առաջ բոլորն են անզոր, բոլորը ուղղակի հիմա կան այնպիսի սիտուացիաներ, որտեղ ոչ մեկ, ուզում ես միստիկ եղի, ուզում ես մաքուր նվիրյալ եղի, ուզում ես խելացի եղի, ուզում ես տաղանդավոր եղի, ով ուզում ես խորամանկ եղի, ինչ ուզում ես եղի։ Բաներ կան, որ հիմա ընդհանրապես հնարավոր չի դրա դիմաց, դրա դեմը առնել, էլի, հասկանում եք։ Այսինքն, կան դեղամիջոցներ, որոնք իրենք, եթե մարդուն, ասենք այսպես, գաղտնիորեն, ասենք, դու կարող ես միամիտ հյուր գնաս, քեզ այնտեղ ինչ-որ մի հատ այնպիսի բան խմացնեն, որ դու այնտեղից դուրս գաս, այնպիսի բաներ անես, հա, որ սենց նայողը մտածի, որ դու սատանայի ճուտ ես։ Դա էլ դնեն նկարեն, հետո հանեն ու մարդկանց ցույց տան, ասեն այդ տեսեք ինքը ինչ է անում։ Հասկանում եք, չէ՞։ Բոլորս էլ հասկանում ենք, չէ՞, որ այդ մեթոդները հիմա կան, բայց երբ որ այդ մեթոդները ռեալ կյանքում կիրառվում են, ոչ մեկ չի ընկալում, որ այս պահին հենց դա է տեղի ունենում, որ այս մարդը ինքը իր նորմայից դուրս ինչ-որ մի բան է անում։ Հասկանում եք, բոլորը միանգամից մեծ հաճույքով մտածում են, որ այ ուրեմն ինքը միշտ է սա եղել, մենք չենք հասկացել։ Պրաբհուպադի աշակերտները, որոնք իրանք Պրաբհուպադի ներկայության ժամանակ անձնազոր ծառայել են Աստծուն, ինքը հենց գնաց։ Այդտեղ արդեն խոսքել էին այդ խորամանկ աթեիստները, որոնք իրենք հասկանում էին, որ հիմա այս շարժումը վերցնելու են իրանցով են անելու եւ սա դառնալու է իրանց գումարի, ազդեցության եւ այլի աղբյուրը, հա։ 12-ին էլ վարի տվեցին։ Մեկը մի օր առավոտը պատկերավոր ասեմ, էլի, մեկը մի օր առավոտը վեր կացավ, խելագարվեց, տկլորվեց, ինչ որ աշակերտներին վերցրեց, գնաց ջունգլիներ, այնտեղ ինչ որ ապուշ կենթանական բաներ սկսեց անել, մյուսը եսի ինչ, ասեց, ոնց որ բոլորը ասեց հերթով իրար հետ խելագարվեցին ընկան փողոցները եւ իրանց փոխարինեցին այդ աթեիստ կարիերիստները, որոնք եկան եւ զավթեցին այդ հասարակությունը, հասկանում եք, եւ հիմա այդտեղ բարեհաջող իշխում են, հա, եւ այդտեղ մարդիկ կային, որոնք կոմայի մեջ ընկան, այդ ազնվորությունը, որ ինքը կոմայի մեջ ընկավ, չէ, ինքը ամիսներով գոռում էր, ասում էր, երբ որ ինձ ուտելիք եք տալի, այդ ուտելիքի մեջ ինչ-որ բան կա, ինձ հետ ինչ-որ բան է կատարվում, որը իմը չի, ով էր իրան լսում, ոչ մեկ, մինչև ընկավ կոմայի մեջ, կոմայից դուրս եկավ, սկսեց հիմար իրան էլ մի հատ կուլոն էին կախել մթոն որպես պաշտպանություն, այդի հենց կախեցին իր վիզը, ինքը սկսեց Աստծուն հերքել։ Հասկանում եք, այն մեր ժամանակ այսպիսի բաներ կարող են լինել։ Դրա համար մեր ժամանակ այդ ընդհանրապես այդ ճշմարտության թեմաները իրանք ահավոր բարդ են։ Հասկանում եք, եւ նա որ գիտակցում է, թե հիմա ժամանակը ինքը ինչպիսին է, այո, ինքը շատ լավ հասկանում է, թե ամեն վարքյան ինքը ինչքան խոցելի է եւ ինչեր կարելի է ընդհանրապես մարդու հետ անել, որտեղ մեր աչքի առաջ ում հետ ինչ ուզում են անում են։ Հասկանում եք, սա շատ բարդ խոսակցություններ են, ինչու, որովհետեւ մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ոչ ճշմարտությունը, ոչ արդարությունը ոչ մեկին չի հետաքրքրում, բացարձակապես,
ամեն մեկին հետաքրքրում է միայն իր շահը, չէ՞։ Եվ հիմա տեսեք ինքը ասեց դու փորձիր խստորեն հետևես, հա, այսինքն այս թեման ենք քննարկում էլի, որ իրականում ազնվորությունը ինքը պետք է լուրջ վերաբերվի իր հոգևոր կյանքին, որպեսզի ինքը ստանա այն, ինչ որ ինքը ասեց վերևում, որ քեզ իմ մասին գաղտնիքները բացվեն։ Հասկանում եք։ Հիմա լավ, այդ թեմային հələ այսօր չկպտենք, դա հետո կքննարկենք։ Ինչ ասեց ինքը հետո։ Ասեց թող իմ ճշմարիտ հավերժական ձևի եւ իմ տրանսցենդենտալ գոյության գույնի, որակների եւ գործունեության մասին գիտելիքը արտնանա քո ներքուն, քո ներսում փաստացի ռեալիզացիայի միջոցով շնորհիվ իմ անպատճառական ողորմածության։ Ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը կարելի է ճանաչել երկու ձևով։ Այ մի ձևը դա նա էր, ինչպես հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը փոխանցեց հոգևոր գիտելիքը Բրահմային։ Այսինքն ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց ես խոսքեր չեմ ասելու։ Իմ ողորմածությամբ այ դու հիմա քո ներսից ուղղակի ամեն ինչը կհասկանաս։ Եվ երկրորդը դա Շուկադևը Գոսվամիի եւ Պարիքշիտ Մահարաջի process-ն է։ Այսինքն Շուկադևը Գոսվամին էլ ինքը եկավ նստեց, Պարիքշիտը հարցեր տվեց, ինքը ասեց ես քեզ կպատասխանեմ եւ դու ամեն ինչ կհասկանաս։ Կա երկու process։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա Բhagavad Gita-ում Տեր Շրի Կրիշնան կասի. ես եմ տալիս կենդանեակին գիտելիքը եւ հիշողությունը։ Իսկ դա բանականության ֆունկցիաներն են։ Ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց քո բանականության ղեկավարը ես եմ։ Եվ մենք այդ փաստը կարող ենք այդպես տեսնել, չէ՞։ Որ ասենք, այ մենք ինչ որ մի բանը ուզում ենք հիշենք եւ չենք կարողանում։ Ինչու՞։ Որտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը թույլ չի տալիս։ Մենք ինչ որ մի բանը մեզ թվում է, որ ուզում ենք հասկանալ, բայց չենք կարողանում։ Հիմա այստեղ Աստվածամեժության դարաշրջանում մի հատ էլ ահավոր գործոն է ավելանում։ Որն է այդ գործոնը։ Այդտեղ մենք հիմա հասկանում ենք այդ ամեն ինչ որ դες լուրջ քննարկենք, չէ՞, մենք սկսենք հասկանալ, թե ինչ ծուղակի մեջ ենք հայտնվում, երբ որ այն մեր անցյալ կյանքերում գործողությունների պատճառով հայտնվում ենք Աստվածամեժության դարաշրջանում, հա։ Ուրեմն ինչի մասին է խոսքը։ Մեր դարաշրջանում աստվածային հոսքերը իրենք խիստ պակասում են։ Դուք հիմա մի նայեք։ Հիմա Գերագույն Աստծո անձնավորության ողորմածության մի քանի տարիներն են, հա։ Բայց ընդհանրապես աստվածամեժության դարաշրջանում այդ վերևի բանը կտրված է, всё, այստեղ ոտ կտրեցի, բրծավ, վերևի հետ ոչ մեկ կապ չունի։ Ինչու, որտեղ դա աթեիստներն են։ Իրանք աստվածային ոչ մի բան չեն ուզում։ Իրանք կեղծ կրոնականություն են մենակ թույլ տալիս, չէ՞։ Եվ հիմա տեսեք, եւ հիմնական այդ գերբնական կապերը հիմնական լինում են տակի, այդ դժոխային մոլորակների ապրողների հետ։ Հասկանում եք։ Եվ հիմա այս process-ը, որը ես հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ասեց, ես ուղակի հիմա այնպես կանեմ, որ դու քո ներսից ամեն ինչը կտեսնես, չէ՞։ Դրա հետ զուգահեռ կան մարդիկ, որոնք իրանք ձայներ են լսում։ Օրինակ, ես կարող եմ նույնիսկ իմ կյանքից օրինակ բերեմ։ Մենք ունեինք մի հատ ընկեր, որ ինքը նույնպես զբաղվում էր բակտի յոգայով եւ գնացել էր то ли Пятигорск, то ли Մինվոդի, չեմ հիշում, քաղաքը կներեք էլի։ Եվ ընկել էր այնտեղ մի հատ ցավոք սրտի հայի ձեռք։ Ով էր այդ հայը։ Ինչ էր անում ինքը։ Ուրեմն այդ ազնվորությունը ինքը գերբնական ուժեր ուներ, ինքը երկիչ էր, այնտեղ իր համար
բակտի յոգայով էր զբաղվում, իր համար ինչ-որ իր շարժումներ հիմնել, եսի միջ էր արել, բան, իր փոքրիկ գյուղն էր սարքել, այդտեղ ապրում էին, եսի միջ այս տղան գնացել ընկել էր այդտեղ։ Մի օր ես գիշերվա ժամը 2-ն է, դա այն ժամանակներն էր, երբ որ մենք շատ ծանր էինք ապրում։ Դուրս զանգեցին։ Ես վախեցած վեր թռա, գիշերվա ժամը 2-ին, երբ որ դուռ են զանգում, ոչ մի լավ բան չես սպասում, չէ՞։ Ասում ես, ասես կարող է ինչ-որ մեկը մահացել է կամ ինչ եղել է, ինչ է պատահել, որ գիշերվա ժամից ով է։ Դուռը բացեմ, տեսնում եմ տղան է կանգնած։ Իրա վրա, այսպես հագուստի վրա տղամարդու կոշիկիդ հետքեր։ Ինքը ամբողջ այսպես գզգզված։ Ինչ ա եղել, այ բալամ։ Արի ներս։ Եկավ ներս։ Ասում ինչ ա եղել։ Ասում պատմեց, ես այսիշ տեղն եմ եղել, այսիշ տեղը ինքը Աստծո հետ կապ ունի, Աստծո ձայնն է լսում, ես իմ բան, այսպես մաքուր նվիրալ է, ես իմ էս են է, հա, բա հետո ինչ եղավ, ինքը ինձի ձեռնադրում է տվել, ու ես հիմա ձայն եմ լսում Աստծո, ասեմ հալա, բայ, այս ինչ վիճակ է, ասեք, բայց ամեն չեկել ես այստեղ գիշերվա 2-ին պատմում ես, որ ինչ, ասում մենք ավտոբուսով գալիս էինք արդեն, այդտեղ սարերով, երբ որ գնում են, պատմում էլի Վրաստանի, ասում ինքը ինձի, ասում ես այդ ձայնը լսեցի, որ ասեց, որ ավտոբուսի մեջ ռումբ կա, ես էլ ասում դե Պարզա մի անգամից գնացի վարորդին, ասի ավտոբուսի մեջ ռումբ կա, ավտոբուսը կանգնացրեք։ Այնքան այդպես գոռաց է ռումբ կա, դե մարդիկ էլ վախեցել են, բայ եթե իրոք կա, չէ։ Ուրեմն ձմեռով այս ամբողջ ավտոբուսի մարդկանց իջացնում են դուրս։ Այդ բոլոր սումկաները հանում են դուրս, բոլոր սումկաները ստուգում են, տեսնում են ոչ մի բան չկա, դնում են հետ, ավտոբուսի վարորդը մտնում է ավտոբուսի տակը, որպեսզի տեսնի կարող է մեքենայի տակը կա։ Եսի միջ, որ ոչ միտեղ չեն բալանում, այս տղամարդիկ, հատկապես նրանք, ովքեր ընտանիքներով են եւ երեխաները փողոցում այդքան ժամ կանգնել են, այս տղային այնպես են ծեծում, հասկացաք, վերջում էլ գցում են այն վերջը, որ դե պրոստը չմահանա, էլի, այդպես բերում են ու այստեղ դուրս շպրտում։ Ուրեմն այդքան եղել է, եկել է մեր տուն գիշերվա ժամը 2-ին, որպեսզի ասի, որ ինձ ասում է, այդ ձայնը ասում է, որ քո ամուսինը, ինքը դու գիտես քո ամուսինը ով է, ասում եմ իհարկե դու էլ գիտես, որ ես լավ գիտեմ ինքը ով է, հասկանում ես, ինչ ես հիմա այստեղ բանանում, չէ, ասում է այդ ձայնը ինձ է ասում է, որ բանը, այ քո ամուսինը պիտի իմ ուսուցչին այդ հայ տղային ծանոթացնի մեր նվիրալներից մեկի հետ, որը ինքը շատ սովորական տղա էր եւ հետո դարձել էր շատ հարուստ։ Ինքը մեզ ուղղակի հարգանքով էր վերաբերվում, բայց մենք իր հետ պրակտիկորեն շփում չունեինք, եթե մենք մտերիմ լինեինք, մենք այդքան ծանր չէինք ապրի, չէ, ինքը մեզ կօգներ։ Ահա։ Հիմա եկել է։ Ամուսինս այդտեղ հագնվեց, դուրս եկավ, հիմա ինքը ասում է ինչ է եղել, ասեց, սա այդ նույն բանը իրան ասեց ես եկել եմ, որ դու ինձ ասես, որ ես Աստծո ձայնն եմ լսում, Աստված ինձ ասում է, որ դու պետք է այդ հայ տղային ծանոթացնես այն մյուսի հետ։ Իմ ամուսինը տենց հարցերում մի քիչ բան է, էլի կոշտ է։ Ինքը այդպես նստեց, ասեց, լսի, ասեց, դու Աստծո ձայնն ես լսում, որ ես պիտի սենց անեմ, չէ՞։ Հա, դու մտածում ես, որ ես հոգևոր մարդ եմ, ու եթե դա Աստծո ձայնն է, ես անպայման դա անելու եմ, չէ՞։ Ինքը ասում է, հա։ Իմ ամուսինը այսպես հանգիստ ասեց, այ ուրեմն ես դա չեմ անելու։ Սա այսպես կան, ոչ թե չես անելու, Աստված է տենց ուզում։ Ինքը ասեց, եթե դու ասում ես, որ ես ինչ-որ յուրահատուկ ձևով հասկանում եմ Աստծուն, ես հասկանում եմ, որ ինչ որ դու լսում ես, եթե Աստծո հետ ոչ մի կապ չունի։ Ես այդ ասածը չեմ անելու, всё, խնդրում եմ դուրս արի գիշերվա ժամը 2-ն ընտանիքից անհանգստացրել ես։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն մեր ժամանակներում այս թեմաները լսեցի, տեսա, բան, իրանք այդպիսի երևույթներ կարող է լինեն, տակից եկող։ Եվ այդ տակից եկողները, չէ, իրանք եթե արդեն զավթում են մարդու գիտակցությունը,
Իրանցից ազատվելը, դա շատ բարդ խնդիր է։ Հասկանում եք, եւ այդ տղան իրականում վերջում, թող Աստվածների ինձի համարյա հոգեկան հիվանդ դարձավ։ Ես մեղմեմ էլ է ասում։ Դա համար այս թեման, այդ որ ինքը ասում է, ես հիմա ներսից բան քեզ կտամ, չէ՞, սա շատ այդ Աստված պիտի այսպես ռեալ դիմացդ կանգնած լինի, որ դու հասկանաս, որ սա իրոք ինչ-որ մի հատ յուրահատուկ process է։ Դրա համար մեր ժամանակներում, տեսեք, ինքը ամենտեղ դու կարող ես ընկնել չարքի ձեռքը։ Եվ անկեղծությունը։ Ես եկել եմ այդ եզրակացության, որտեղ այդ փորձն եմ միշտ տեսել, որ նա որ ինքը իր սրտի մեջ անկեղծ անձնավորություն է, ինքը չի կարող ընկնել կեղծավորի ձեռքը։ Եթե նույնիսկ կեղծավորը փորձի իրան չանթի, Աստված անպայման այդ անկեղծ հոգուն ցույց է տալու, թե իրականը որտեղ է։ Ու իր մոտ մնալու է ուղղակի, որ ինքը ընտրություն կատարի։ Եվ եթե ինքը չի կարողանում այդ ընտրությունը կատարի, որտեղ կապվածություններ ունի, մեկ լինում է այնպես, որ չարքի ներկայացուցիչը ինքը մեզ համար դառնում է մեր կապվածության հիմքը, եւ մենք չենք կարողանում այդ կապվածությունից ազատվենք հանուն ճշմարտության, հասկանում եք, եւ մնում ենք այդ խաբեության ճիրաններում։ Այսինքն սրանք խոսակցություններ են, որոնք իրենք շատ լուրջ վերաբերմունք են ուզում։ Հասկանում եք։ Եթե նույնիսկ ասենք այ մեր հետ այդպիսի բան կատարվի, մենք պիտի հասկանանք, էլի, որ մեր ժամանակներում միայն վերևից չի որ գալիս է ինչ-որ ինֆորմացիաներ կա, որ տակից են գալիս։ Եվ եթե մենք զոհ ենք դարձել տակի էակների հետ, դա ոչ մի լավ բանով չի ավարտվում, Ուրեմն, եւ մենք այստեղ հիմա տեսնում ենք այդ, որ Տեր Բրահման Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գոհ մնաց Տեր Բրահմայի ճգնություններով։ Այսինքն այն մաքրությամբ լոտոսի վրա էր նստած Բրահման, այդ մաքրությամբ, որով Բրահման ինքը մոտեցավ այդ թեմային, չէ՞։ Ու ինքը ասեց, այդ քո մաքրության դիմաց ես քեզ տեսողություն եմ տալիս։ Տեսեք, այստեղ Գերագույն Աստծո անձնավորությունը մեզ բանալի տվեց։ Ինքը ասեց. Սուրբ գրվածքներում ես նկարագրում եմ ինչ է մաքրությունը։ Եվ եթե դու ինչ որ բաներ ես ներսիցդ հասկանում, երբ որ մաքրություն ունես, կարող ես վստահ լինես, որ դա ես եմ տվել։ Եթե դու խախտում ես մաքրության սկզբունքները, դա նշանակում է, որ դու տգիտության եւ կրքերի գոյավիճակների ազդեցության տակ ես։ Եթե դու այդ ազդեցության տակ ես, դու ումից ասես, ինչ ասես կարող ես ստանաս։ Ընդཐུպ մինչև սատանայից։ Եվ չպիտի վստահես այն գիտելիքին, որը քեզ գալիս է։ Հասկանում եք, որտեղ վերջնականում դա կապ է ներքևի հետ, եւ վերջնականում դու հենց այնտեղ էլ հայտնվելու ես մահից հետո։ Ուրեմն մենք ինքներս, դիմացիները արդեն կարևոր չի, մենք ինքներս մեզ մենակ այդպես կարող ենք ստուգել։ Եթե ինչ-որ մի հասկացողություն, ինչ-որ մի տեսողություն մեր մոտ գալիս է մաքրությունից հետո, մենք պիտի հասկանանք, որ դա Աստծո շնորհն է։ Եթե մենք մաքրություն չունենք, բայց ինչ-որ բան ստացել ենք, Աստծո հետ դա կապ չունի։ Բանաձևը միշտ մի հատ է։ Գերագույն Աստծո անձնավորությունը շփվում է միայն եւ միայն մաքրության հետ։ Всё։ Կա այդ մաքրությունը, կա աստվածային շփում։ Չկա մաքրություն, ինչ ասես կարող է լինի, բայց Աստծո հետ դա կապ չունի։ Հասկանում եք, սա շատ կարևոր կետ է, որտեղ մենք կարողանում ենք հասկանալ, թե երբ է այսպիսի բան տեղի ունենում։ Հիմա, Բրահմա, ես եմ Տիրոջ ազնվորությունը, ով գոյություն է ունեցել մինչ արարումը, եւ հիմա փաստացի այս մի տեքստով Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ուզեց, որպեսզի Բրահման ինքը հասկանա,
Գերագույն Աստծո անձնավորության ամենագլխավոր միստիկական ուժը, որ ինքը միաժամանակ ինքը ամեն ինչն է եւ միաժամանակ ամեն ինչից դուրս է։ Հա? Այսինքն ինքը իր մարմնավորումներով, էներգիաներով, եսի միջով ինքը ամեն ինչն է։ Իսկ որպես ազնվորություն ինքը այդ ամեն ինչից դուրս է։ Եվ նա ով որ հասկանում է Աստծո մասին այս ճշմարտությունը, ինքը կարողանում է հասկանալ Աստծուն։ Նա ով որ ոչ, նա ոչ։ Նա խճճվում է ինչ-որ տարբեր զանազան սխալ ծուռ գաղափարների մեջ եւ այդպես էլ չի կարողանում անցնի թունելը, հա, չի կարողանում անցնի այն թունելը, որի վերջում պիտի հանդիպեր Աստծուն։ Ով Բրահմա, այն ինչ թվում է, ինչ որ արժեք ունի, սա արդեն շատ կարևոր տեքստերից է, որ այն ամեն ինչը, ինչ որ մենք արժևորում ենք, բայց այդ դա կապ չունի Աստծո հետ, իրականում դա արժեք չունի։ Եվ այն ինչ որ մեզ թվում է, որ դա ընդհանրապես անարժան ինչ-որ մի բան է, բայց Աստծո հետ կապ ունի, դա արժեքավոր է։ Ինչու՞։ Որովհետև դա է, որ մեզ նյութական աշխարհում դուրս է բերում այդ իլյուզիայից։ Հասկանում եք, որ այս աշխարհը ղեկավար չունի, ու որ ես անկախ եմ։ Հասկանում եք։ Ուրեմն սա էլ էսպես։ Եվ ամենավերջի գաղափարը, հա, ինքը ասեց, որ նա ով փնտրում է գերագույն բացարձակ ճշմարտությունը, անշուշտ պետք է շարունակի իր որոնումները բոլոր հանգամանքներում, միշտ եւ ամենուրեք, ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ձևերով։ Պարզապես հետևիր այս եզրակացությանը կենտրոնացած մտքով եւ ոչ մի հպարտություն քեզ չի անհանգստացնի, ոչ մասնակի, ոչ էլ վերջնական ոչնչացման ժամանակ։ Հա, տեսեք։ Այսինքն հիմա ինչ ասեց Գերագույն Աստծո ազնվորությունը, որ քանի դեռ դու գոռոզ ես եւ մտածում ես, որ անկախ ես, հիմքում էլ ունես տգիտություն եւ կրքեր, թշնամանք եւ կրքեր, հա, դու անպայման կատարելու ես այնպիսի գործողություններ, որոնք իրենք քեզ քաշել տանելու են, պահելու են նյութական աշխարհում, որը այո լիքն է տառապանքով։ Բայց եթե դու ամեն ինչի մեջ փորձում ես տեսնել, ոչ թե խոսալ են բառերով, բան Աստված, բան ավտոբուսով գնանք հասնենք այնտեղ, Աստված պիտի թույլ տա, որ մենք հասնենք տեղ, Աստված պիտի մտով հիշում եմ, էլի, չէ, ձև է, բանը, բայց ես երեք էլ ասեցի, էլի, որ այդ տրամադրությունները, իմը չեն համենայն դեպս, ես դա չեմ սիրում, ես սիրում եմ, երբ որ այդպիսի պրոցեսները տեղի են ունենում մարդու ներսում, հասկանում եք։ Այդ ինչ որ ներսում է տեղի ունենում, դա անկեղծ է։ Այդ ինչ որ մարդը ինքը արդեն սկսում է այսպես ինչ որ բաների ցուցադրել, հասկանում եք, որ հա ես հիշում եմ, այդ դրա մեջ ըստ ինձ անկեղծություն չկա, կարող է ես սխալվում եմ, կներեք, եթե ինչ որ մեկին վիրավորում եմ, բայց դա իմ տեսողությունը այդպեսին է, ես այդպես եմ գնահատում։ Հա, եւ տեսեք հիմա, ինքը ինչ ասես, չէ, որ շատ ու շատ այդ ինչ որ անհանգստացնում եք, այմա դու ինչի ես անհանգստանում, որ կհպարտանաս, որտեղ երբ որ հպարտացար, դու կորցնելու ես ինքնաղեկավարումդ եւ սկսելու ես հիմար քայլեր անել, կոպիտ ասած, այսինքն քայլեր, որոնք քեզ հետո տանելու են դեպի տառապանք։ Բոլոր քայլերը, որը կենթանիակը ինքը անում է եւ որի հետևանքով ինքը տառապում է, իրանց հիմքը ունեն գոռոզությունը։ Որն է ես ամենակարևորն եմ։ Դրա համար իմ ցանկության իրականացումը ամենակարևորն է։ Սա է չէ գոռոզությունը։ Եվ ուրեմն այ Գերագույն Աստծո ազնվորությունը վերջում ասեց, որ եթե դու միշտ ընկալես, միշտ փնտրես ինձ, միշտ փորձես հասկանալ, թե տարբեր իրավիճակների ամենտեղ, որտեղ դու գտնվում ես, փորձես տեսնես այ իմ ձեռքը, թե ինչու ես դու այստեղ, ինչ պիտի անես, ինչ եմ ես քեզանից ակնկալում այս պահին, դու երբեք չես գոռոզանա։
Ինչու՞, որովհետև միշտ իմ կամքը կատարող կլինես։ Իսկ նա, որ գիտակցում է, որ ինքը իրանից ավելի բարձր կենդանեակի կամք է կատարում, ինքը երբեք չի գոռոզանում։ Ինչքան էլ ուզում է լուրջ ֆունկցիա կատարի։ Սա էր Գերագույն Աստծո ազնվորության խորհուրդը բոլոր գոռոզ կենդանեակներին։ Հիշեք ինձ, որպես ղեկավար, փնտրեք իմ ձեռքը, փորձեք հասկանալ իմ կարծիքը և դուք կազատվեք գոռոզությունից։ Եվ այսօր այսքանը, սիրելի